Պարզ է, որ նա մի ամբողջ ծրագիր ունի ենթարկել, կազմալուծել մեր եկեղեցին, որպեսզի այլևս որևէ դիմադրություն չլինի եկեղեցու կողմից, երբ որ մենք կորցնենք Հայաստանը, որևէ մեկը չկարողանա դիմադրել դրան։ Պարզ է, որ սա Ալիևի պատվերն է, պարզ է, որ սա սկսվեց նրանից հետո, երբ որ կաթողիկոսը ասեց, որ ղարաբաղցիները պետք է իրավունք ունենան վերադառնալ իրենց հայրենիք։ Պարզ է, որ սա ուղղակի խեղ կատակություն է, սա կարիկատուրա է, ինչ-որ ծաղրանկար է, սա պետությանը նման չի։ Վերջի անգամ, երբ պետությունը այսպիսի ձևով կամ ինչ-որ երկրի ղեկավար փորձել է այսպիսի ձևով միջամտել եկեղեցու գործերին, դա եղել էր միջնադարում։ Վերջի անգամ այս մասշտաբով երևի, ասենք, Անգլիայում 16-րդ դարի սկզբին, մոտ 400 տարի առաջ, եթե ոչ շատ, 450 առնվազն տարի առաջ։ Այսպիսի բան եղել է միջնադարում, որ երկրի ղեկավարը իրեն հռչակի եկեղեցու ղեկավար կամ փորձ է ինչ-որ բան փոխել, մենք դարել ենք ծաղրանքի առարկա, ցավոք սրտի, ամբողջ աշխարհում ցիվիլ երկրներում պետությունը որևէ իրավունք չունի միջամտի եկեղեցու գործերին, այսպիսի հարցեր պետք է լուծվեն եկեղեցու ներսում, եւ եկեղեցին շանտաժի ենթարկելը դա մեթոդ չէ,